Ճիշտն ասած, ես 18 թվականից եմ ընդդիմադիր, այս իշխանությանը, այս իրանց արժե համակարգի հետ միասին, 18 թվականից դեմ եմ, միշտ իմ տեսակով ռադիկալ մարդ եմ, ճիշտն ասած այն ժամանակ էլ պայքարի տարբեր ուղիներ, ճանապարհներ էին առաջարկում, քաղաքական տարբեր ուժեր, ես միշտ շեշտել եմ, ես ճիշտն ասած չեմ բացառել ռադիկալ մեթոդները, այն ամենադաժան ձևով, անձամբ ես իմ անձնականով չեմ բացառել, որտեղ ես միշտ մտածել եմ, որ փողոցից եկած փողոցայինների դեմ երևի իրանց մեթոդները ավելի լավ կաշխատի, բայց քանի որ ես շարքային քաղաքացի եմ, ես լիդեր չեմ, ես որոշող չեմ, ես ուղղակի կանգնել եմ իրենց կողքին, աջակցել եմ բոլորին, բոլոր շարժումներին, անխտիր, ես կուսակցական չեմ, որևէ հասարակական կազմակերպության անդամ չեմ, հականիկոլական բոլոր պայքարներին մասնակցել եմ, սատարել եմ ու կարծում եմ լայն աջակցություն, եթե ամեն մեկը, որ նոր Աշոտյանը շատ ճիշտ բան ասեց, որ ասեց ամեն մեկս եթեներով են մարդիկ խոսում, պետքա հեռաց վի, բայց չերևում այդ վին ով է, այն ով է, ամենասկզբից, եթե ամեն մեկը, ամեն քաղաքացի իրոք մտածեր, որ իրա բաժինը ինքը գա պայքարելու, թեկուզ շարքային գա կանգնի ստեղ, երևի սրանք այսքան չէին ձգի, բայց քանի որ ես շարքային քաղաքացի եմ, ենթարկվել եմ քաղաքական ուժերի բերած ցանկացած օրակարգի, սատարել եմ, որը կհաջողի, թող հաջողի։ Ես նորից կրկնեմ, ես ռադիկալ մարդ եմ, մի ուրիշ բառերով չասեմ, լրատվականներին բնաս չբերեմ, բայց թեկուզ սահմանադրական ճանապարհով, ճիշտն ասած, ես ընտրությունների գաղափարին եմ դեմ, սրան եմ դեմ, ես ավելի ռադիկալ բաների կողմնակից եմ։ Այսինքն ակցիաներ, ցույցեր եւ այլն։ Ցանկացած մեթոդ ու միջոց, ոնց որ իրանք եկան իշխանության ամենաայլանդակ մեթոդներով չընդունված հակասահմանադրական, սաղս է տեսել ենք 18 թիվը, այնտեղ սահմանադրական։ Ասում եմ մենք ոչ մի բռնություն չենք օգտագործել, ոչ մի բռնություն չի եղել 2018-ին, ոչ մի կաթիլ արյուն չի թափվել եւ այլն ամեն դեպքում։ Եթե ոչ մի կաթիլ արյուն չի թափե, թող շնորհակալություն ասեն Սերժ Սարգսյանին։ Իսկ բռնությունը Այն ամենահեռու գյուղից մենք տեսել ենք բռնությունը, երբ որ հուղարկավորության թափորը տարան հասցրին մինչև սրանց դրած բարիկադները ու չկարեցան տանեն գերեզմանոց, այդ բռնություն չի, բռնություն չի, Երևանի փողոցներում ինչ է, նոր Նաիրա Զոհրաբյանը, որ այդ դագաղների տեսարանները, այդ մարդկանց տների վրա, այսինքն հարթակից Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր, տալիս էր մարդկանց հասցեները, հեռախոսի համարները, ասում էր գնացեք տների վրա այդ մարդկանց, այդ բռնության կոչեր չէր, բռնություն չէր, շատ բաներ կարանք ասենք, ամբողջովին բռնություն ա եղել, թավշյա բռնություն, տենց ասենք, այսինքն իրանց տվել էին լավ մշակված, ժողովրդական ժողովրդավարության այդ պադապլյոկայի տակ մշակված ոչ բռնի տեխնոլոգիաներ, որ իրաք խորքում իրանք հենց տոտալ բռնություն էին պարունակում, տոտալ բռնություն, ուղղակի փաթեթավորումը ժողովրդավարություն բառով, ժողովրդավարական սենց փաթեթավորման տեխնոլոգիաները, որ իրանք խորքում տոտալ բռնություններ, տոտալ բռնություն, ուրիշ բան թող չխոսան, ես ասում եմ դեպքեր կան, որ մարդիկ դաժե իրանց մեռելներին չկարեցան տանեն հասցնեն գերեզմանոց հետ դարձրին նորից տներ, այդ բռնություն չէր, ուրեմն ռադիոտան դռները ջարդել ներս մտնելը բռնություն չէր, թե ինքը այդ Նիկոլ Կոչեցյալը այնքան միամիտ է, ինքը չէր հասկանում, որ էսի հակասահմանադրական, դաժե քրեական հոդված պարունակող գործողությունն է, բռնություն չէր, ինչի մասին է խոսքը, իրանց ասելով չի, դրանց ստերը նորմալ, ադեկվատ մարդկանց համար իրանց ասածը ոչ մի հիմք չի, ոչ էլ հավատալու է, այդ ամենա, չգիտեմ, այդ զոմբիների քանի տոկոսը կհավատան իրանց ասածներին,
Իրանք իշխանությունը բռնազավթեր են, հենց բռնազավթեր են բռնի մեթոդներով, բռնի միջոցներով, բռնությունով։ Հասկանալի ձեր տեսակետը։ Դե մի փորձ է, փորձ են ես մարզից եք, չէ՞ միացել։ Արմավիրի մարզից։ Հա։ Մի խոսքով աջակցում եք հանուն այս օրակարգի, նաև այստեղ եք։ Ցանկացած օրակարգի, որտեղ առաջնահերթությունը դրած է սրանց հեռացումը։ Օր առաջ շուտապույտ հեռացումը։ Հետո թող նստեն որոշեն քաղաքական օրակարգը ոնց են տանում, պայքարը ոնց են տանում, թող նստեն որոշեն։ Այսօր եթե սրանց մնալու ամեն օրը, ամեն րոպեն կործանարար գործընթացների է տանում այս պետության, ուրեմն չգիտեմ, ես ցանկացածի կողքին կկանգնեմ օր առաջ, րոպե առաջ, որ սրանք մաքրվեն, մենք սրանցից մրցնենք, այս երկիրը ազատվի դրանցից։